Տարբեր երկրներում մարդկանց երջանկության մակարդակը գնահատող միջազգային կազմակերպություններից մեկի վերջերս հրապարակած զեկույցում Հայաստանը արձանագրվել է որպես Հարավային Կովկասի ամենաերջանիկ պետությունը։ Դժվար է պատկերացնել Հարավային Կովկասի մնացած պետությունների վիճակը, եթե ամենաերջանիկը համարվող Հայաստանում թոշակառուներն օրինակ ապրում են ոչ թե իրենց վաստակած հանգստի տարիները, այլ գոյատևման պայքար են մղում հաշվի առնելով թոշակի եւ սննդամթերքի միջև առկա կործանարար թվային տարբերությունը։ Հացի գին 300 դրամ, կաթ մոտավորապես 900 դրամ, դեղերը տասնյակ հազարավոր դրամներ, իսկ թոշակները լավագույն դեպքում շարունակում են մնալ 40-ից 50 հազար դրամ։ Էլեկտրաէներգիա, գազ, կոմունալ այլ վճարներ շատ հաճախ նույն թոշակառուների համար դառնում են անհաղթահարելի բեռ, հատկապես ձմռանը, մեկ ամիս հետո։ 2015 թվականի հունիսին, երբ դեռ Հայաստանը չէր գլխավորում Հարավային Կովկասի ամենաերջանիկ պետությունների ցանկը, Հայաստանի մայրաքաղաք Երևանում բողոքի ցույցեր էին։ Բաղրամյան պողոտան պարալիզացրած ցուցարարները պահանջում էին, որպեսզի չեղյալ համարվի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այն որոշումը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանում է։ Որոշումը չեղարկվեց, բայց ոչ բողոքը դադարեց, ոչ էլ քաղաքացիները երջանիկ դարձան։ Երևի նպատակը այլ էր։ Էլեկտրիկ Երևանից ուղիղ 10 տարի անց 2025 թվականի հունիսին Տաշիր ընկերությունը դիմեց նույն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, խնդրելով, որպեսզի Հայաստանի Հանրապետության տարածքում նվազեցնեն էլեկտրաէներգիայի գները, ըստ որում հենց ներդնողի Տաշիր ընկերության հաշվին։ Եվ ինչ եք կարծում, բնականաբար դիմումը մերժվեց երևի հենց այն պատճառաբանությամբ, որ հեծը պետականացվեց ժողովրդի համար։ Բայց ինչպես տեսանք, ոչ փողոցները լցվեցին մարդկանցով, ոչ ցուցարարները հանդես եկան բողոքի ակցիաներով, ոչ էլ առավել եւս այժմ արդեն վարչապետի պաշտոն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ավլում էր Բաղրամյան պողոտան, այնպես ինչպես ավլում էր 2015 թվականի Էլեկտրիկ Երևանի ցույցերից հետո։ Պարզվեց, որ Տաշիր ընկերությունը օրերս կրկին ներկայացրել է նույնաբովանդակ դիմում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, համաձայն որի էլեկտրաէներգիայի 1 կիլովատի դիմաց հոսանքի գինը կարող է նվազել 3 դրամով։ Ինչ կորոշի հանուն ժողովրդի կամ ժողովրդի հաշվին գոյատևող կառավարության հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովն այս անգամ ցույց կտա ժամանակը, բայց մի բան պարզ է. դիեզերական որևէ մանր կամ միջին չափումներով որևէ պետություն չի կարող համարվել երջանիկ, քանի դեռ այդ պետության թոշակառուները ամեն անգամ տեղատան դռան մոտ կանգնում եւ հաշվում են դեղ գնել թե կոմունալ վճարել։